Շատ կարևոր է արձանագրել, թե ինչի ա բերել այդ որոշումը։ Շատ կարևոր է արձանագրել, որ այս հարկային փոփոխությամբ պետական բյուջեի եկամուտները լրացուցիչ 0 են։ Պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության այս գումարից 0 եկամուտ է ստանում։ Անշարժ գույքի հարկի։ Բավ է ստանում այդ եկամուտը։ Այդ եկամուտը ստանում են համայնքները։ Համայնքները եւ ես ուզում եմ նաեւ ընդգծել, որ այդ թվում անշարժ գույքի հարկերի հավաքման արդյունքում մեր համայնքների համախառն եկամուտները, սեփական եկամուտները 2019 թվականից այս կողմ կրկնապատկվել են։ Եվ այդ թվում այդ կրկնապատկման շնորհիվ է, որ համայնքները ճիշտ է, կառավարությունը սուբվենցիաներով ֆինանսավորում է ապահովում որոշ դեպքերում 70 եւ ավելի տոկոս, բայց միևնույնն է համայնքները սրա արդյունքում են, որ իրենց բյուջեները ավելացել են։ Եվ այս գույքային հարկերի հետ կապված այս ըմբռնումն էլ շատ էական նյուանս է պարունակում իր մեջ, որովհետև սա այն դեպքն է, երբ որ բառից բուն իմաստով մենք մարդկանց ասում ենք, որ հարկային քաղաքականությունը գումարը աջ գրպանից հանել, ձախ գրպանում դնելն է եւ հակառակը։ Որովհետև մեր սիրելի քաղաքացիները, երբ որ նամակներ են գրում, ասում են, որ մեր շենքի տանիքը կաթում է, մեր բակում էս չկա, մեր բակում այն չկա, կներեք կառավարության գործը չի ընդհանրապես այդ շենքի տանիքներով զբաղվել, չնայած մենք ստիպված ենք զբաղվել։ Դա մաքուր տեղական ինքնակառավարման մարմինների ֆունկցիա է, իսկ տեղական ինքնակառավարման մարմինը դրանով կարող է զբաղվել, եթե ունենա բյուջե։ Սրա մասին է խոսքը։ Մենք այդ գումարը, որովհետև իմիջայլոց այդ միջավայրային բարեկեցության ընկալումը հաջորդ ֆունդամենտալ խնդիրն է, որ մեր երկրում չկա։ Եվ միջավայրը չի համարվում ընդհանուր, միջավայրը չի համարվում ընդհանուր սեփականության զգացողություն չկա, որովհետև այո, այն որ դու կարող ես ունենալ տուն, եւ այդ դռնից տան շեմից են կողմ ինչ տեղի կունենա, ընդհանրապես մենք մեր հոգսը չենք համարում։ Ինչ որ իմաստով դա ճիշտ է, որովհետև մենք անհատապես չենք կարող այդ հոգսի տակ մտնել։ Եվ հետևաբար ոնց լուծենք այդ հոգսը։ Այդ հոգսը լուծվում է սենց տեղական ինքնակառավարման մարմիններով, այդ գումարը գեներացնելով, այդ գույքի գումարը բերելով միտեղ եւ այդ գույքերի դիմացի մայթը, փողոցը, լույսը, ծաղիկը, ցանկապատը եւ այլն դիմացի մանկապարտեզը կառուցելով։ Սրա մասին է խոսքը։ Եվ այս գումարը, գույքարկի գումարը, որը մենք օրենսդրությամբ ասում ենք, որ պետք է հավաքվի գնա համայնք, մենք ուղղորդում ենք, որ համայնքը ինքը իր բարեկեցության վրա ծախսի, շատ կարևոր է սա արձանագրել։ Այդ գումարները ծախսում են ժողովրդի ընտրած ավագանիները, համայնքների ղեկավարները։ Ոչ մեկ չի կարող ասել, մենք մեր համայնքի ղեկավարին չենք ընտրել, ձայն չենք տվել, եկել են կեղծել, չեն կարող այդպիսի բան ասել։ Էս էլ դնենք մի կողմ։ Այս վերջերս մենք ընդունեցինք մի նոր կարևոր մեխանիզմ, որը գնալով այդ մեխանիզմի ծավալները մեծանալու են, դա մասնակցային բյուջեն է։ Երբ որ համայնքի բնակիչները իրենք կարող են որոշել, ասել, որ մենք ուզում ենք, որ մեր գույքահարկը ծախսվի այսինչ կոնկրետ խնդիրը լուծելու վրա։ Եվ ընդհանրապես խոսել այս համակարգի դեմ, կներեք դա նշանակում է ասել, որ մեր գյուղերը պետք է շարունակեն մնալ ցեխի մեջ։ Եթե չունես կես մետրանոց ռեզինի սապոգներ, նշանակում է դու պետք է գյուղում տնից դուրս չկարողանաս գալ։ Մեր օրենքեզ նախագիծը նրա մասին է, որ մենք մեր գյուղերը ցեխի միջից պետք է հանենք եւ մենք գյուղերը ցեխի միջից հանում ենք։ Գնացեք Հայաստանի Հանրապետության տասնյակ գյուղեր։ Այնտեղ սալիկապատվում են ճանապարհներ գյուղերում, որտեղ իրանց մի քանի հարյուրամյա, նույնիսկ հազարամյա գոյության ընթացքում այդ ողջ պատմության ընթացքում բարեկարգված ճանապարհ չի եղել։ Հասկանում եք, սա քաղաքական ընտրության հարց է։ Սա քաղաքական ընտրության հարց է։ Եվ այո, մենք մեր սիրելի քաղաքացիներին ասում ենք ուղիղ, այս գույքահարկից էլի հիմա շատ որ մանարված է, դա շատ մոդա է, չէ՞, միանգամից ասում են, փարքևավճարները, բանը, ծառայական ավտոմեքենաները, ճոխ ավտոմեքենաները, այս գումարից, Ժորժ ջան, ամբողջը
ոչ մի բան այդ նպատակների համար չի ծախսվում։ Եվ հետևաբար ինչքան էլ բարդ է, ինչքան էլ դժվար է, ինչքան էլ պոպուլյար չի, մենք այս որոշումը կայացնենք եւ պինդ կանգնելու ենք այս որոշման վրա, պինդ կանգնելու ենք այս որոշման վրա։ Կներեք, այս հարցում չի լինելու ոչ մի կոմպրոմիս, բացարձակապես ոչ մի կոմպրոմիս, որովհետեւ մենք այս հարցով ստիպում ենք, որ համայնքը զարգանա, ստիպում ենք, որ համայնքը ավելի լավ ապրի, ստիպում ենք, որ գյուղը ցեխի միջից դուրս գա։ Ստիպում ենք եւ իհարկե մյուս կողմից է սուբվենցիաներով ֆինանսավորում ենք։